Իսրայելական ուժերը Գազայում սպանել են 54 մարդու եւ ոչնչացրել Գազայի հյուսիսում գտնվող երիկամային դիալիզի հիվանդների համար նախատեսված միակ կենտրոնը։ ՄԱԿ-ը եւ տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի կողմից տասնյակ քաղցած պաղեստինցիների սպանությունները, որոնք սնունդ էին փնտրում ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական հիմնադրամի կողմից ստեղծված բաշխման կետերի մոտ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով պատերազմի հետևանքով զոհվել է 54418 պաղեստինցի եւ վիրավորվել 124190-ը։ ԱՄՆ-ում տղամարդը հարձակվել է խաղաղ ակցիայի մասնակիցների վրա օգտագործելով մոլոտովի կոկտեյլներ։ Հարձակման ընթացքում նա բղավել է Ազատություն Պաղեստինին։ Զոհվել է 8 մարդ, 6 հոգի տարբեր այրվածքներ է ստացել։ Կասկածյալը Եգիպտոսի քաղաքացի 45-ամյա Մոհաբեդ Սաբրի Սոլիման է։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայից արձակված 162 անօդաչու թռչող սարք։ Ամենամեծ թվով անօդաչու թռչող սարքերը 57 սարք ոչնչացվել է Կուրսկի մարզում։ Բելգորոդում վերացվել է 31, Լիպեցկում 27, Վորոնեժում 16 անօդաչու թռչող սարք։ Ամիսներ տևած քաղաքական իրարանցումից հետո Հարավային Կորեան այս շաբաթ կընտրի նոր նախագահ փոխարինելու պահպանողական Յուն Սուկ Յոլին, որը պաշտոն անկարվեց ռազմական դրության մտցնելու փորձի պատճառով։ Հարցումները ցույց են տվել, որ լիբերալ Լի Ջե-մյունգը մեծ ֆավորիտ է երեքշաբթի օրվա արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու համար, հենվելով յունի դեկտեմբերյան ռազմական դրության ձախողման հանրային հիասթափության ալիքի վրա։ Լեհաստանը պաշտոնապես նոր նախագահ ունի։ Երկրի ընտրական հանձնաժողովը ազգայնական Կարոլ Նավրոցկիին հռչակել է նախագահական ընտրությունների հաղթող։ Ձայների հաշվարկից հետո հանձնաժողովը տեղեկացրել է, որ Նավրոցկին ստացել է ձայների 50.89%-ը։ Նրա մրցակիցը լիբերալ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկու դեմ երկրորդ փուլում ստացել էր 49.11%։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ ուկրաինական կողմի հետ հունիսի 2-ին նախատեսված բանակցություններին մասնակցելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնել են, որ պատվիրակությունների միջև բանակցությունները նախատեսվում է անցկացնել Չիրական պալատում տեղական ժամանակով ժամը 13-ին։ Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկրի պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռոստեմ Ումերովը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Սվետլանա Թորոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։